Նորակառույցներ, ուշացումներ, չլուծված կոմունիկացիաներ, դժգոհ բնակիչներ։ Ով է պատասխանատու։ Զրուցում ենք կառուցապատողների հայկական ասոցիացիայի նախագահ Գուրգեն Գրիգորյանի հետ։ Շնորհակալություն հրավերը ընդունելու համար։ Ես եմ շնորհակալ հրավերի համար։ Վերջին տարիներին հաճախ ենք լսում, երբ նորակառույց շենքերը ժամանակից պայմանագրով նախատեսված ժամկետից ուշ են հանձնվում շահագործման, ինչն է խնդիրը, ինչու է սա դարձել սովորական։ Շնորհակալություն, տեսեք, ձեր կողմից բարձրաձայնվող հարցը ունի խորքային բովանդակություն, որը պայմանավորված է խնդիրների մի կողմից օբյեկտիվ հանգամանքներով, մյուս կողմից սուբյեկտիվ։ Ըստ էության, ինչու են կառուցապատողները թույլ տալիս ուշացում, դա մի կողմից պայմանավորված է վարչարական խնդիրներով, գործընթացների ոչ արդյունավետությամբ, մասնավորապես քաղաքաշինական փաստագրումը ավարտող գործընթացի փաստագրումը ավարտող ավարտական ակտի ձևակերպման գործընթացի տևողությամբ, ժամկետով, եւ մյուս կողմից պայմանավորված է որոշ դեպքերում մատակարար կազմակերպությունների գազի ջրի հոսանքի միացումների հետ կապված արդեն շահագործման թույլտվության փաստագրման գործընթացի ուշացումների տեսքով։ Ըստ էության, կառուցապատողը առաջնային շահառու է հանդիսանում, որ րոպե առաջ ավարտի քաղաքաշինական ծրագիրը եւ բնակարանները հանձնի բնակիչներին, որպեսզի կարողանա նախ եւ առաջ ապասառեցնել կառուցապատողի հատուկ հաշվին սառեցված դրամական միջոցները, կատարել բանկերի առջև իրսնած պայմանագրային պարտավորությունները եւ չկրել անբարենպաստ հետևանքներ հանձին շինարարության թույլտվության ժամկետի երկարաձգման գծով համայնքային բյուջե վճարման ենթակա ահռելի չափերի տեղական турքերի։ Այս ամենը տնտեսապես, ֆինանսապես մոտիվացնում է կառուցապատողին հնարավորինս շուտ ավարտին հասնել քաղաքաշինական ծրագիրը։ Սակայն ինչպես իրավացիորեն նշեցիք, այսօր գործնականում հանդիպում են դեպքեր եւ դրանք քիչ չեն, որ այո կառուցապատողները թույլ են տալիս ուշացում։ Դա պայմանավորված է նաեւ նրանով, որ նախկինում մինչև 2022-23 թվականներին ընկած ժամանակահատվածում քաղաքաշինական ծրագրերի իրականացման թույլտվությունները, շինարարության թույլտվությունները չէին տրամադրում երկար ժամկետով։ Մասնավորապես կառավարության 2015 թվականի 596-ային որոշման մեջ կա հստակ կարգավորում, որը սահմանում է, որ կառուցապատողը իրավունք ունի հայտարարել եւ ստանալ իր քաղաքաշինական ծրագրի իրականացման ժամկետների 1.5 անգամ ավելի ժամկետ։ Սակայն նախկինում վարչարական գործընթացները այնպիսին էր, որ կառուցապատողներին թույլ չէին տալիս երկար ժամկետով քաղաքաշինական թույլտվությունների օգտվելու հնարավորություն, կառուցապատողներին տրամադրում են կարճ ժամկետներով քաղաքաշինական թույլտվություններ, հետագայում երկարաձգման պայմաններով։ Քանի որ 2024 թվականի տարեսկզբից արդեն իսկ Երևան համայնքում եւ մյուս համայնքներում եւս աստիճանաբար ընդունվեցին իրավակարգավորումներ առ այն, որ քաղաքաշինական թույլտվությունների ժամկետների երկարաձգումները էական շոշափելի ֆինանսական բեռ էին հանդիսանում կառուցապատողների համար, այդ ժամանակահատվածից սկսեցին շինարարության թույլտվությունները տրամադրվել կառուցապատողների կողմից պահանջվող իրական երկար ժամկետներով։ Եվ այսինքն այն պրոյեկտները, որոնք այսօր են ավարտվում, դրանց ուշացումների մի մասը պայմանավորված է այն հանգամանքով, որ սկզբնական շինարարության թույլտվության ժամկետը տրվել է կարճ ժամկետով։ Երկրորդ ուշացման խնդիրը այնուհետև երկարաձգում է արվել եւ դրանով է ուշացումը պայմանավորված։ Երկրորդ ուշացման օբյեկտիվ խնդիրը վարչարական գործընթացները, ավարտական ակտի ձևակերպման գործընթացի ժամանակատարության պայմանավորված պետական մարմին կամ համայնքային իշխանության մարմին փոխհարաբերությունների։ Ես հասկացա, հիմա հնարավոր չէ դա հաշվարկել եւ նշել այնպիսի ժամկետ, որ ողջամիտ կարող է լինել եւ կառուցապատողի համար եւ բնակչի համար։ Պայմանագիր են կնքում։ Ինչու պայմանագրով նշված ժամկետից ուշ է կառուցապատողները չեն կարող ներկայացնել այն ժամկետը, որը հակասում է շինարարության թույլտվությանը։ Քանի որ շինարարության մեկնարկը իրականացնելու վարչական ակտ հանդիսացող փաստաթուղթը շինարարության թույլտվությունն է եւ կառուցապատողները պարտավոր են առաջնորդվել շինարարության թույլտվության մեջ նշված ժամկետով։ Դրանից ավել ժամկետ չեն կարող հրապարակել ներկայացնել։ Պետք է հիմք ընդունեն բացառապես շինարարության թույլտվություն փաստաթղթում նշված կառուցման ավարտի ժամկետը։ Այսինքն ողջամիտ ժամկետը դա է։ Տեսեք, ինչպես նշեցի քիչ առաջ, ողջամիտ ժամկետ շատ հաճախ կառուցապատողները ցանկանում են ավելի երկար ժամկետ, որի իրավական հնարավորությունը ունեն կառավարության 2015 թվականի 596-ային որոշմամբ, սակայն մինչև 2024 թվականը կառուցապատողներին չեն օգտվել այս հնարավորությունից, քանի որ տեղյակ է եղել, որ շինարարության թույլտվության ժամկետի երկարաձգումը անվճար է, եւ սկսել են օգտվել այս օբյեկտիվ հնարավորությունից օրենսդրական միայն 2024 թվականից հետո ստացվելիք շինարարության թույլտվությունների գործընթացում։ Հիմա պատասխանատուն ով է այս դեպքում, երբ ուշացում է լինում, ում պետք է դիմեն բնակիչները կամ բնակչի աչքերով ում հայտնեն բողոքը։ Բնակչի աչքերով պատասխանատու հանդիսանում է կառուցապատողը, դա միանշանակ, սակայն կառուցապատողի տեսանկյունից էլ պատասխանատուն հանդիսանում է մի դեպքում համայնքային իշխանության մարմինը իրականացվող վարչարարության պայմանավորված, մյուս դեպքում պետական կառավարման մարմինը իրականացվող վարչարարության ձգձգումներով պայմանավորված
իսկ արդեն շահագործման թույլտվության ուշացումների գծով էլ արդեն մատակարար կազմակերպությունները համապատասխան ուշացումների հանգամանքով ինչ է նախատեսված որպես տույժ։ Տեսեք, այսօր վարչական եվախախտումների վերաբերյալ պատժվող եղել է սահմանված է տույժ առանց շահագործման թույլտվության շենքի բնակեցման մասով կա վարչական եվախախտում սանկցիա համապատասխան։ Այսօր հանրային իշխանությունը որդեգել է քաղաքականություն հնարավորինս խստացնելու կառուցապատողների վարկագծի շեղումների դեմ պայքարը, այսինքն այս ուղղությամբ, եւ 2025 թվականի տարվա կեսերից սկսած մրցակցության պաշտպանության հանձնաժողովին ընձեռվեց նոր լիազորություն եւ վերջինիս վերապահվեց նաեւ սպառողների շահերի պաշտպանության իրավասություն եւ մրցակցության եւ սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովը այսօր ունի օրենսդրական լայն հնարավորություններ սպառողների շահերի պաշտպանության համատեքստում եւ բոլորովին վերջերս հանձնաժողովի կողմից կատարվել են ուսումնասիրություններ լայնամասշտաբ ուսումնասիրություններ կառուցապատման ոլորտում կառուցապատողների կողմից թույլ տրվող ենթադրյալ իրավախախտումների գծով եւ սպառողների ենթադրյալ իրավունքների խախտման վերականգնման հետ կապված ուղեցուցային այս ուսումնասիրությունն է կատարվել, որը հրապարակվել է եւ մենք էլ մշտապես աշխատում ենք մեր անդամ կառուցապատողների հետ, որ վերջիններս հնարավորինս համապատասխանեցնեն իրենց վարքագիծը հանրային իշխանության մարմինների կողմից առաջադրվող պահանջներին։ Ինչ որ մեկը պատժվել է ուշացման համար կամ թերացումների համար։ Ուշացման կամ թերացման պատիժը նախատեսված է կողմերի միջև կնքված պայմանագրով, այսինքն կառուցվող շենքից անշարժ գնալու իրավունքի պայմանագրով, ինչ կարգավորում է նախատեսված։ Եվ մեր կոչը, խնդրանքը սպառողներին մշտապես եղել է այդ մասով նաև անիմացիոն տեսահոլովակներ ենք հրապարակել ասոցիացիայի շրջանակներում, հորդորելով բնակչությանը ուշադիր կարդալ պայմանագիրը, պայմանագրի էական պայմանները, պայմանագրի ժամկետները, ուշադրություն դարձնել հրապարակային գովազդին, ինչ ապրանք է խոստացվում, որ պետք է կառուցումից հետո հանձնվի բնակչին եւ ուշադրություն դարձնել այսօք այդ խոստման մասին հրապարակային օֆերտայի տվյալները նշված են պայմանագրում թե ոչ, թե դա ընդհանուր բանավոր խոստում է։ Սա շատ կարևոր հարցադրում է բարձրաձայնում եւ դրա պատասխանային է, որ պետք է նայել պայմանագիրը։ Պայմանագրով արդյոք կան տույժեր, տուգանքներ ենթադրյալ իրավախախտում թույլ տալու հետևանքով կառուցապատողի համար վրա հասնելիք թե ոչ։ Շատ ընտանիքներ ստիպված են լինում տեղափոխվել դեռ շահագործման չհանձնված բնակարաններ, շենքեր, որովհետև այլընտրանք չունեն։ Ինչու է քաղաքացին բնակիչը մենակ մնում դեմ հանդիման կառուցապատողի հետ։ Ձեզ հետ այդքան էլ համակարծիք չեմ, ինչու, որովհետև 2025 թվականի ամռան ամիսներից սկսած, երբ մրցակցության պաշտպանության հանձնաժողովին ընձեռվեց օրենսդրական լայն հնարավորություններ, լիազորություններ, վերջինս այսօր պատվիրակված է պաշտպանելու նաև սպառողների շահերը, հնարավոր իրավախախտումների կամ չարաշահումների դեմ պայքարի գործընթացում եւ այդ թվում նաև կառուցապատողների կողմից իրականացվելի ենթադրյալ իրավախախտումների կամ չարաշահումների դեմ այլևս բնակիչը սպառողը միայնակ չէ։ Սա այս մասով։ Բացի այդ, պետք է արձանագրել նաև, որ մեր ասոցիացիան եւս իրականացնում է ոչ միայն կառուցապատողների գործարարների շահերի եւ իրավունքների պաշտպանություն, պետություն մասնավոր երկխոսության համատեքստում, այլ նաև էականը մեզ համար առանցքային է սպառողների շահերի պաշտպանությունը, ինչու որովհետև մեկ կամ մի քանի առանձին խումբ կառուցապատողների վարկագծային ոչ գրագետ կամ ոչ արդյունավետ վարկագծով պայմանավորված բնակչության մոտ ձևավորվում է ընդհանուր վատ նեգատիվ պատկեր կառուցապատող համայնքի հանդեպ։ Տեսեք, նոր բնակարանը վաճառվում է, բայց մարդիկ ամիսներով չեն կարողանում գազի, լույսի կամ ջրի բաժանորդ դառնալ։ Որտեղ է հիմնական բացը։ Տեսեք, գազի մասով 2021 թվականից կար խնդիր եւ Գազպրոմ Արմենիա ՓԲ կառուցապատողների հայկական ասոցիացիա եւ կառավարություն հանդիպումների քննարկումների արդյունքում ներդրվեց մեխանիզմ ինժեներինգ ՓԲ-ներ ստեղծվեցին ներդրումային ընկերություններ, որի շրջանակներում 2022-24 թվականներին միայն Երևանում ավելի քան 630 հատ բազմաբնակարան շենք եւ ավելի քան 230 կառուցապատող միացան այս ներդրումային ծրագրին եւ իրենց շենքերը, նոր կառուցվող շենքերը կամ կառուցված շենքերը ընդհանուր ֆոնդից են, այսինքն գումար հատկացնում։ Ներդրում են կատարել կառուցապատողները, ձեռք են բերել։ Իսկ ովքեր չեն միացել այդ կառույցին, ինչպես է նրանց հարցը։ Տեսեք, մինչև 2025 թվականի հունվարի 1-ը այս ներդրումային ընկերությունները ինժեներինգ ՓԲ-ներն էին իրականացնում Երևան քաղաքի գազատար ցանցի կառուցման ուղղությամբ արդիականացման աշխատանքներ երկու ուղղություններով եւ Գազպրոմ Արմենիա ՓԲ-ն էլ իր վրա հանձնարարություն ստանեց եւս երկու ուղղություն, ինքը իրականացնել գազատար ցանցի կառուցման արդիականացման աշխատանքներ, շուրջ 40 կիլոմետր կառուցեցին ներդրումային ընկերությունները եւ մոտ 29 կիլոմետր էլ այս տարվա ավարտին արդեն շահագործման կհանձնի Գազպրոմ Արմենիա ՓԲ-ն։ Ինչպես նշեցի, այդ 630 բազմաբնակարան շենքերը գազաֆիկացված են այլևս ինժեներինգ ՓԲ-ների կողմից մեկնարկված եւ հաջողությամբ ավարտված ներդրումային ծրագրի համատեքստում
բաժնետեր, ընկերությունները, կառուցապատողները ձեռքի բերեցին բաժնետոմսեր եւ ստացան գազի միացման հնարավորություն։ Իսկ այն ընկերությունները, ովքեր այդ փուլում չցանկացան միանալ, դրանք փոքրաթիվ էին, մեծաթիվ ընկերություններ չէին, Բոլորին վերջերս մենք նախադեպակար տեսանք բնակիչների, ովքեր բողոքում էին, որ գազի խնդիր ունեն, մտել են բնակարան եւ գազիֆիկացված չի շենքը։ Հիմա այդ հարցը ինչպես է լուծվում, ով պետք է այդ հարցը կարգավորի, եթե կառուցապատողը չի միացել ձեր ասած ներդրումային ընկերությանը։ Ներդրումային ընկերության ֆորմատը մինչև 2024 թվականի տարեվերջն է։ 2024 թվականին հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը ընդունեց համապատասխան որոշում, որով 2024 թվականի տարեվերջին ներդրումային ընկերությունների ես գազատար ցանցը օտարեցին Գազպրոմ Արմենիա ՓԲ-ին 100,000 դրամով եւ 2025 թվականի հունվարի 1-ից սկսած այլևս Գազպրոմ Արմենիա ՓԲ-ն է միացման վճարի դիմաց միացման հնարավորություն տալիս կառուցապատողին։ Այսինքն ցանկացած կառուցապատող այսօր կարող է դիմել, ով չի հանդիսացել ինժեներինգ ՓԲ-ի բաժնետեր, չունի գազ, գազի խնդիրը դեռևս առկա է, կարող է դիմել Գազպրոմ Արմենիա ՓԲ-ին, վճարել միացման վճար եւ իր շենքը գազաֆիկացնել։ Ինչու միացման վճարի սխեմա, որպեսզի շարքային սպառողի վրա մարզում բնակվող բնակչի կամ Երևանում բնակվող այլ բնակչի գրպանի վրա սակագին չմտնի եւ սակագնով ազդեցություն չունենա։ Շենքը կառուցելուց հետո ով է վերահսկում թերացումներ կան թե չկա։ Շենքի կառուցման ավարտը փաստագրվում է ավարտական ակտով։ Ավարտական ակտի ձևակերպման գործընթացում կառուցապատողների կողմից իրականացված շինարարությունը համեմատվում է նախագծի հետ։ Շենքի ավարտը փաստագրվում է ավարտական ակտով եւ ավարտական ակտի տրամադրման գործընթացում ուսումնասիրվում է արդյոք կառուցված շենքը փաստացի համապատասխանում է նախագծին թե ոչ։ Եթե նախագծից առկա է էական շեղում, ապա կառուցապատողը պարտավոր է համապատասխանեցնել նախագիծը փաստացի իրականությանը եւ նոր միայն դրանից հետո ստանալ ավարտական ակտ։ Ավարտական ակտի ձևակերպումից հետո կառուցապատողը պարտավոր է ստանալ շահագործման թույլտվություն։ Պետությունը բավարար չափով կարգավորում է ոլորտը, թե բավականին թույլ է վերահսկողությունը։ Պետք է արձանագրել, որ տարեստարի էլ ավելի է խստացվում կառավարության, ազգային ժողովի, համայնքների կողմից ընդունված համապատասխան որոշումներով կառուցապատողների վարկագծի նկատմամբ հսկողությունը եւ վերահսկողությունը, որի առանցքում է գտնվում երկու կարևոր հանգամանք։ Առաջինը շուկայում արդար մրցակցային պայմանների ապահովում բոլոր տնտեսվարողների համար միատեսակ հավասար պայմաններ եւ երկրորդ լավագույնս պաշտպանել սպառողների շահերը։ Սրանք ողջունելի են, շատ լավ է, բայց երբեմն ժամանակ առ ժամանակ ընդունվում են կարգավորումներ, որոնք հետապնդելով լավ նպատակ իրական կյանքում հանգեցնում են վատ արդյունքների սպառողների վրա։ Հիմա ինչպես է ոլորտը կարգավորում։ Նախագիծ կա, թե օրենք գոյություն ունի, թե նախագծում եք դեռ։ Տեսեք, ի տարբերություն ֆինանսաբանկային համակարգի, որը շատ նման է կառուցապատման շուկային, որովհետև կառուցապատողները եւս հավաքագրում են փոխառու միջոցներ գնորդներից, դրամական միջոցներ, ապագայում բնակարան հանձնելու նպատակով, շինարարության փուլում գույք վաճառելու պայմանագրերով։ Մեր ոլորտը կանոնակարգված չէ։ Այսինքն չունենք ոլորտի հատուկ կարգավորվել։ Այդ հարցի պատասխանը ես չունեմ, միգուցե չի հասունացել այդ պահը, սակայն այժմ մեր կողմից վերջին 2 տարվա ընթացքում լրամշակվել է հայեցակարգային դրույթներ եւ գրեթե արդեն 1 տարի է, որ շրջանառել են կառավարության գործընկերների հետ հայեցակարգային դրույթները, վերջին ամիսներին մշակել եւ շրջանառել են նաեւ օրենքի նախագիծ, որը կոչվում է գնելու իրավունքով ծանրաբեռնված կառուցապատման գործունեության մասին օրենք, այսինքն օրենքի կարգավորման դաշտում է գտնվում խոստում վաճառելու փուլում, կառուցման փուլում գտնվող շենքից գույք վաճառելու փուլում կառուցապատողի հետ կապված հարաբերությունները։ Ինչ կարելի եւ չի կարելի սահմանագիծն է հստակ գծվում, որպեսզի հնարավորինս պաշտպանված լինի մի կողմից պետության շահը, մյուս կողմից սպառողների շահը եւ մյուս կողմից ապահովի խաղի արդարացի մրցակցային արդարացի պայմաններ բոլոր կառուցապատողների համար։ Եթե այսօր ձեր ընտանիքի անդամը գնար նորակառույց շենքում բնակարան գնելու, ինչ խորհուրդ կտայիք, ինչը պետք է անպայման ճշտել։ Սա խորհուրդ է ըստ էության բնակիչներին, ովքեր ցանկանում են բնակարան ձեռք բերել։ Շնորհակալություն, սա այն խորհուրդն է, որը մշտապես տալիս ենք բոլոր սպառողներին։ Նախ եւ առաջ ուշադրություն դարձնել կառուցապատողի անցյալին, ով է տվյալ կառուցապատողը որպես կառուցապատող, ինչ քաղաքաշինական ծրագիր է հանձնել։ Եթե առաջին ծրագիրն է տվյալ կառուցապատողը, ապա որպես գործարար, ինչ հետագիծ է ունեցել այլ գործունեության ոլորտներում իրականացրած։ Ուշադրություն դարձնել կառուցապատողի կայքին, ֆինանսական հաշվետվություն, աուդիտ արկա է թե ոչ, պահանջել կառուցապատողից ֆինանսական հաշվետվություն, աուդիտի եզրակացություն, ուսումնասիրել դատալեքսիայում համակարգը, պարզել տվյալ կառուցապատողը կամ վերջինիս իրական շահառուները արդյոք ներգրավված են քրեական կամ սնանկության վարույթներում կամ այլ դատական գործընթացներով ներգրավված են կամ ինչ դատական գործընթացներում են վերջիններս ներգրավված։ Այսինքն այս ամենը առնվազն հնարավորություն կտա
սպառողին առաջնային պատկերացում կազմել ինչ սուբյեկտի հետ են մտնում իրավահարաբերության մեջ, որից հետո ուշադրություն դարձնել պայմանագրին, պայմանագրի էական պայմաններին, կարգավորումներին, ուշադրություն դարձնել, որ հրապարակված խոստումը համապատասխանի իրականության, այսինքն եթե կառուցապատողը գովազդում է մի product, որը պետք է տարիներ հետո կառուցման ավարտից հետո հանձնի բնակչին, ապա այդ product-ի մանրամասն նկարագիրը նշված լինի պայմանագրի մեջ, շենքի նկարագիր բաժնում նշված լինի։ Այս ամենն է, որ մենք մշտապես խորհուրդ ենք տալիս սպառողներին, որ ուշադիր լինեն իրավահարաբերության մեջ մտնելիս, եւ պետք է արձանագրել նաեւ, որ այսօր առանձին խումբ կառուցապատողներ, որպեսզի շուկայում գնորդներին կարողանան ել ավելի վստահության ցուցանիշ հաղորդել բնակարան ընտրելիս, ներկայացնում են նոր ապրանքներ, հանձին մի դեպքում ինշուրանս գործիքի, ապահովագրության գործիքի, այն է գնորդի կողմից վճարված կանխավճարների յետ վերադարձելիության ապահովագրություն, որ եթե հանկարծ կառուցապատողը մտնի սնանկության վարույթ կամ առաջանա որևէ խնդրով պայմանագրի լուծման խնդիր, գնորդը ապահովված եւ երաշխավորված լինի, որ իր կողմից վճարված գումարները ապահովագրող եւ վերաապահովագրող ընկերությունների ինշուրանս գործիքի շնորհիվ հետ կստանա առանց որևէ խնդրի եւ շատ կարճ ժամկետներում։ Շնորհակալություն մեր հարցերին պատասխանելու համար։ Մենք զրուցում էինք կառուցապատողների հայկական ասոցիացիայի նախագահ Գուրգեն Գրիգորյանի հետ։ Ցտեսություն։